եւ այնպես քիչ չի ազդում նաեւ դրած ճանապարհը։ Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատերը հաճախ ինձ են։ Հաճախ շուրջս աչք բացելով այն մարդկանց եմ ես նախանձել, որոնց կյանքը հեշտ է անցել։ Ասես կյանք չէ, այլ խճունի, անխոչնդոտ եւ անարգել, քանոնի պես հարթ ու ուղիղ, դպրոց, հետո ինչ-որ մի բուն, մի ազդեցիկ զանգահարող եւ դատել միապահոված։ Այդպես ապրել դուք չեք կարող, չեք ուզի, որ ձեր կյանքը հարթ խճուղու նման լինի, դուք մի անցեք աստված կյանքով, կերադասեք կյանքաշինը։ Դուք սիրո եք միշտ հաշտ ապրել, բայց խույս մի տվեք տառապանքից։ Նա սրբում է աչքերքոշուց, նա մաքրում է հոգին ժանքից։ Տառապանքից չեն մեռնում, չէ, այլ ավելի են ամրանում, ու տառապած սիրտը հետո բարի ցավը հեշտ է կանում։ Ախ, մի նվա, հայրդ երբեք չի հանդուրժում նվվածողին, շատ ավելի լավ է, տղաս, դառնացունքով աչքերքցողից քո ճամփան շարունակիր։ Թող որ լինի նա կարգարես, բայց քո հոգում, եթե լինի բարն ու լավի, սիրո կարոտ, դու չես հոգնիր, դու կքայլես, կբարձրանաս դու ստաժնի վեր, դրա համար հոգի է, դրա համար պետք չէ թվեր, ազնիվ եղեք ամենուր, ով է կյանքում սովից մեղել, ճշտի համար ափսոս չկա, ստի հանդեպ ինչու լռել, իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է մեջք են ձեռնում, երբ որ պետք է հրհրում են, պետք է ժպտում, պետք է լռում, պետք է իրենց մարդն են տնկում, դու մի եղիր կյանքում տղաս, դու հասկացիր, հենց այս գլխից, մի մոռացիր երբեք, տղաս, ազնվությունն այն է միայն, որ չի փոխվում, ոնց էլ շուտված, նա մի ջերմակ երեսին, ոչ թե 7 ու նեղաստար, մի դրդուջան, դու հիշում ես, զախոտով էր նամ, երթան, մի դրխնջան, եթե լավից ետ ես ընկել, ինքդ հասնիր, մի դրխնջան, բայց երբ կյանքը գրքի նման դու մի բարձա, գրքի նման, քեզնից հեռով ինչ որ օտար մարդկանց մասին հպատվում էր, բայց ոչ որոսի, դատարկ մարդ է որոսանի, հայրը տղելով ու տղմարին դրանով էր սանատանի, հորդ նման հպատես լավ, որ ոչ մեկի տուն չես քանդել, ոչ միազնիվ խոսք չես կտրել, ոչ միազնիվ միտք չես բանտել, որ շիտակ ես հայրերի կյանքում, և լռել ես, եթե հաճախ, ապա միայն նրա համար, որ այն տուրը մանդարձավ, հաճախ միայն զիզի զանգուրավին նրշում, իսկ ես դրան չկա, դու փոքր ես, որ չգիտես, ոնց պիտի կյանքին նայել, դու փոքր ես երբ մեծանաս, դառնաս արդեն հասնում ջահել, խորհուրդներն իմ և մնացած, և ավելորդ թվան գուցե, դա աստված ես եմ կյանքում ուրիշ ոչինչ չի վերածել, ույրը տղաս, ինչպես գիտես երկու աչքերն են գնում, խորհուրդներն ու թող մնանում, ծաղիկներով այդպես մեռնում, երբ ամռանը ծաղի վրա հասնում ինչի դարձում հանուն դարձում վարպարիքի, ես պատրաստ եմ այսօր տղալ, հանուն վաղվա ճշմարտության, թող այսօր Սենց էր գերությունենում, պատկերացնում եմ շնչելով։ Մայրամիր ջան, երևի առաջի անգամ քեզ շփոթեցնող եղավ, աչքերից սպասելով։ Ոչինչ։ Սիրելի երեխաներ, հարգելի ծնողներ, գործընկերներ։ Նախախնամությամբ, թե ինչ-որ մեկի միջնորդությամբ, հարգելի ծնողներ, դուք վաղ ունեցաք, ուսուցման համար աշակերտել գեղեցկին, բարուն, լսելի լավին։ Սիրելի աշակերտներ, տարիներ հետո
ուշադրությամբ պիտի հիշեք ու կրկնեք այս բառերը։ Թերնար լիներ աշխարհ նորից, կուզեի նստել նույն նստարանին։ Նույն ուսուցիչը ականջս քաշեր ու փորփրեր այլուպենը նույն իմ հիշողության մաքուր մարմարին ու սրտի վրա։ Ժողովուրդ ջան, ինձ համար ուսուցչի որակավորման մի քիչ այլ չափանիշներ են, քան ընդունված է իշխանության, պետության, մարդկանց կողմից։ Հայտնի փաստ է, որ ուսուցիչը երբեք առաջնային բարիք ստեղծող չի եղել։ Ուսուցիչը այդ առաջնային բարիքը ստեղծողի ստեղծողն է եղել։ Եվ թե ինչ ուսուցիչը իրեն բախտ վիճակում ունենալ, որոշում է իր ամբողջ կյանքի ճակատագրը։